Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմաստղային խորհրդատու Աննե Հաղվերձյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց իսկ տեղադրված են մարտ ամսվա կանխատեսումները, եթե չեք դիտել անպայման դիտեք այդ գերհետաքրքիր մեկ ժամից ավելի վիդեոն, որտեղ ես մանրամասն ներկայացնում եմ, թե ինչ զարգացումներ են սպասվում մարտին, այդ թվում նաև կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար եւ շուտով նաև ապրիլ ամսվա կանխատեսումները կլինեն, դուք անհամբեր եք պահանջում եք ապրիլ ամսվա կանխատեսումները արդեն եւ ամեն շաբաթ ավանդաբար սիրելի բարեկամներ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքիս եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, մինչ բուն նյութին անցնելը ուզում եմ ընդհանուր ներկայացնել այն իրավիճակը, որը այժմ տիրում է երկիր մոլորակի վրա ամբողջ աշխարհում եւ Հայաստանում։ Գիտեք, որ փետրվարի 28-ին այն պատերազմը, որ փետրվարի 28-ին դավադրաբար սանձազերծվել էր սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի կողմից, հարձակումը Իրանի վրա եւ այնուհետեւ այն վերաճեց արդեն ռեգիոնալ պատերազմի, որովհետեւ հարձակման տակ հայտնվեցին նաեւ Պարսից ծոցի երկրները, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը եւ այլն։ Ահա այս արյունալի պատերազմը գալիք շաբաթվա ընթացքում իհարկե գնալով հակամարտությունը խորանում եւ թեժանում է եւ գալիք շաբաթվա ընթացքում մտնելու է վճռական ճակատագրական փուլի մեջ եւ հենց գալիք շաբաթ որոշվելու է այդ պատերազմի ապագան։ Արդեն իհարկե հազարավոր զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում, նաև սպանվեց Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը Այաթոլլահ Խոմեյնին, այժմ ընտրվել է գերագույն առաջնորդ, հոգևոր առաջնորդ է նա որդին Մոջթաբա Խոմեյնին, որի ճակատագիրը տակավին մութ է մնում, մենք չգիտենք արդյոք նա ողջ է, թե արդեն այս աշխարհում չէ։ Եթե ձեզ հետաքրքրում է այդ բոլոր զարգացումները, այս թեման, իհարկե գրեք մեկնաբանություններում, ես ավելի մանրամասն կներկայացնեմ բոլոր կողմերի ճակատագրերը, որովհետև այս պատերազմը ուղղակի զուտ ռազմական բախում չէ, սա ապոկալիպտիկ պատերազմ է, որի մասին հիշատակումները կան բոլոր, այսպես ասած, հին կրոնական գրքերում, այդ թվում եւ Աստվածաշնչում, եւ Ղուրանում, եւ նաեւ որոշ կանխատեսումներ մարգարեների կողմից, հրեա մարգարեների կողմից են արված այս պատերազմի հետ կապված։ Եվ սա շատ եւ նաեւ ժամանակակից պայծառատեսների կողմից, վանգայ կողմից նույնպես արված էր կանխատեսում այս պատերազմի համար։ Այսինքն սա սովորական այսպես մի քանի օրյա կամ մի քանի շաբաթյա պատերազմ չէ, այլ իսկապես աշխարհավեր, աշխարհացունց պատերազմ, այսինքն երրորդ համաշխարհային պատերազմի ցցուն դրսևորումներից մեկը։ Երրորդ համաշխարհային պատերազմը, սիրելիներս, ես կանխատեսել եմ դեռևս 2008 թվականին, որ այն սկսվել է 2020 թվականին, եթե չգիտեք, ասեմ, եւ այդ բոլոր աստրոհոգեբաններ, այսպես բաց աչքերով, այսպես բաց բերաններով իրենց ներկայացնում են հայտնի աստղաբաններ, որոնք նախորոք էին այդ ամենը կանխատեսել եւ այլն։ Սիրելի բարեկամներ, ես այդ ամենը կանխատեսել եմ 2008 թվականից, այնպես որ այն ամպագորգոր, չգիտեմ, հայտարարություններ, տարբեր YouTube-յան ալիքներով մենք ենք, դրանք սուտ են, ես ձեզ ասեմ ընդհանրապես ցավալիորեն
հայկական մեդիադաշտում պարզապես չկան ընդդիմադիր ալիքներ կամ շատ քիչ են այդ ընդդիմադիր ալիքները եւ այդ իսկ պատճառով ալիքների մեծ մասը հենց իրենց խոսափողները տրամադրում են այդ չկայացած անգրագետ, ոչ տառաճանաչ մասնագետներին, որոնք իրականում ընդհանրապես նրանց կանխատեսումները երբևէ չեն իրագործվել եւ բացառիկ մի շարք ալիքներ կան, իհարկե դրանք շատ քիչ են, որոնք իսկապես ընդդիմադիր են եւ որոնք իսկապես պայքարում են հանուն ազատության, հանուն արդարության, հանուն ճշմարտության եւ դրանցից մեկը իհարկե anti-fake YouTube-յան ալիքն է, որը բացառիկ է եւ որը իսկապես հանդիսանում է հենց այդ պայքարի կիզակետը եւ գիտեք որ նրա հաղորդավարները Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը մինչ այժմ ազատազրկված են, այսինքն նոյեմբեր ամսվանից մինչ այժմ ազատազրկված են, այսինքն դա խոսուն ապացույց է, որ իսկապես նրանք ընդդիմադիր են, իսկապես նրանց խոսքը ունի կշիռ եւ հասնում է մարդկանց սրտերին, իսկ մնացած բոլոր այդ ընդդիմադիր ձևացող ալիքները, որոնցով գիշեր ու ցերեկ խոսում են տարբեր ղուրբազներ, չգիտեմ, թուղթ գցողներ, աստղահոգեբաններ, էքստրասենսեր կան, կեղծ բնականաբար ես Հայաստանում չգիտեմ, ճիշտն ասած, այն էքստրասենսին, որ իսկապես էքստրասենս է, այլ ոչ թե ուղղակի իրեն ձև է տալիս, շատ հազվագյուտ է հանդիպում։ Դրանք բոլորը ձևանում են ընդդիմադիր եւ իրականում ծառայում են այս թուրքահպատակ եւ սատանայադավան իշխանություններին, որոնց միակ նպատակն է ոչնչացնել հայ ազգը, ոչնչացնել հայկական քաղաքակրթությունը եւ ընդհանրապես հայազրկել, հայաթափել արևելյան Հայաստանի այն հատվածը, որը այժմ անվանվում է Հայաստանի Հանրապետություն։ Այնպես որ դուք ցանկալի է ճիշտ խոսքը իմանաք, որտեղ ես երբևէ չեմ խափում, ես երբևէ չեմ սեթևեթում, երբևէ ձեր դիտումները ավելի շատ ստանալու համար ձեր ուզած ինֆորմացիան չեմ հաղորդում, ես հաղորդում եմ այն, ինչ որ իրականում կա։ Եվ այնը, ինչ որ մենք տեսնում ենք այժմ այս Իսրայել ԱՄՆ Պարսկաստան այս պատերազմի թաթերաբեմում մենք տեսնում ենք այդ հրեական շատ սովորական այսպես ասած քայլերը, գործողությունները, որովհետև երեխաների սպանությունը, մանկահասակ նորածինների սպանությունը դա հրեական պատմության անբաժանելի եւ շատ սովորական երևույթներից է։ Գիտեք, որ օրինակ նոր կտակարանում Հերովդես թագավորը լսելով մոգերից, որ ի հայտ է եկել, ծնվել է Իսրայելի նոր թագավորը, այսինքն Հիսուսի մասին է խոսքը, նա հրահանգեց ոչնչացնել բոլոր մանկահասակ երեխաներին, կոնկրետ որոշակի տարածաշրջանում, որտեղ որ ուղևորվում էին մոգերը, հա, որպեսի երկրպագեն Հիսուսին նորածին։ Եվ սա հենց դրա մասին է խոսում, որ շատ սովորական մեթոդ է ոչնչացնել նորածիններին, ոչնչացնել մանկահասակ երեխաներին, այդ մարդակերությունը, ես ասեմ, շատ տարածված երևույթ է եղել հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, որոշակի պաշտամունքային վայրերում իսկապես հենց երեխաների մարդակերությունը, երեխաներին, այսպես ասած, ծիսական սպանդը եւ այնուհետեւ նրանց սնունդի մեջ օգտագործելը դա սովորական երևույթ էր եւ բավականին տարածված էր հենց այն տարածաշրջանում, որտեղ այժմ գտնվում է Իսրայել պետությունը եւ Իսրայել պետությունը իսկապես մեծ հավակնություններ ունի, ոչնչացնելով այդ նորածին երեխաներին, մանկահասակ երեխաներին, գիտեք, որ բազմաթիվ հարվածներ են հասցվել Պարսկաստանում դպրոցներին, հենց ծննդատանը, հատուկ ծննդատանը հարված է հասցվել, այդպես չէ, որ պատահաբար այդ ռումբը ընկել է ծննդատան վրա, ուղղակի անհնարին է, որ պատահական ընկնի, դա հատուկ էր արված, որպեսզի հենց մանկահասակ նորածին երեխաները ոչնչանան։ Դա սովորական երևույթ է եւ դրա նպատակը որն է։ Սիրելի բարեկամներ,
իսլամում շատ տարածված է այնպիսի մի մարգարեություն, որ վերջին օրերին պետք է ի հայտ գա 13-րդ իմամը Մահդին, որ պետք է պայքարի, վերականգնի նախարդարությունը, ճշմարտությունը երկրի եւ պայքարի հակաքրիստոսի կամ դաջալի դեմ։ Եվ իհարկե այդ ամենը հրաները շատ քաջատեղյակ են այդ ամենից եւ նրանք ինչ են անում, նրանք ոչնչացնում են հնարավոր։ Ես կարծում եմ, որ այդ Մահդին ի հայտ է գալու հենց պարսկական միջավայրից, այսինքն Պարսկաստանից է նա լինելու ծագմամբ ամենայն դեպս։ Եվ որպես իհարկե նա չգա, ես չեմ ասում, որ այժմ այս պատերազմը վերջին օրերի պատերազմն է։ Բնականաբար ոչ, բայց այժմ այս պատերազմով դրվում են այդ վերջին օրերի, այսինքն հակաքրիստոսի գալստյան եւ նրա դեմ պայքարի հիմքերն են դրվում։ Այսինքն եթե այժմ կառուցվի այդ երրորդ տաճարը Երուսաղեմում, գիտեք որ երրորդ Սողոմոնի տաճարի տեղը Երուսաղեմում կառուցված է Ալ-Աղսա մզկիթը եւ ինչ են ձգտում անել հрьяաները, որպեսզի արագացնեն հակաքրիստոսի գալ, իսկ հակաքրիստոսը նրանք հակաքրիստոս չեն ընդունում, նրանք ընդունում են այդ հակաքրիստոսին իբրև իրենց մոշախ, կարծեմ, այսինքն այն սպասված մեսիան, որը պետք է գա եւ ազատագրի հրյա ժողովրդին ամեն տեսակ չարից, մեղքերից եւ այլն։ Այսինքն, քանի որ նրանք չընդունեցին Քրիստոսին իբրև մեզ, այդ իրական մեսիան Քրիստոսն էր, որը հենց ծնվեց իրանց մեջ եւ եկավ այդ թվում նաեւ հրյա ժողովրդի համար, հա, եւ առաջին հետևորդները Քրիստոսին բնականաբար պարզ է որ նրանք հրյաներ էին, հա, ըստ էության, եւ առաքյալները եւ հետո նրանց հետևորդները սկզբնապես նրանք հրյաներ էին, ինչեւ որ քրիստոնեությունը տարածվեց ամբողջ մերձավոր արևելքով, Սիրիայում եւ Պարսկաստանում եւ այնուհետեւ նաեւ Հայաստանում ընդունվեց իբրև պետական կրոն։ Այսինքն սա շատ հեռու գնացող ծրագիր է իրականում եւ պատահական չէ, որ հենց փետրվարի 28-ին է սկսվել այդ պատերազմը, ինչու փետրվարի 28-ին։ Դե դες հետաքրումը հենց ինչու հենց փետրվարի 28-ին ես առանձին վիդեո կնվիրեմ այս թեմայով, ես շատ մանրամասն կներկայացնեմ ձեզ, դա պարզապես թվեր չեն, պարզապես կամայական ընտրված օր չէ, պարզապես աստղաբանական ինչ որ ունաչափությունների վրա հիմնված օր չէ, այլ լրջագույն այնտեղ կա իմաստ, որ հենց 28-ին են այդ պատերազմը սանձազերծվել։ Եվ բնականաբար այժմ այդ հակաքրիստոսը արդեն իսկ իր զորությունը աճում է, այս աշխարհի իշխանը այսպես կոչված, եւ նա ցանկանում է արդեն նստել իր հիմնական տեղ, այսինքն երրորդ տաճարում, բայց երրորդ տաճարը դեռ ինչպես գիտեք կառուցված չէ, քանի որ առայժմ կանգուն է Ալ-Աղսա մզկիթը։ Եվ ինչ է սա հուշում մեզ։ Ես տարիներ առաջ եւ կներեք որ երկար եմ պատմում, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի դուք պատկերացնեք, թե իրականում ինչ է կատարվում աշխարհում, որ սա պատահական ինչ որ կամայական ռազմական գործողություններ չեն, պատահական կամայական լարվածություն չի, այլ լրջագույն պայքար մութ եւ լուսավոր ուժերի դեմ, չարի եւ բարու պայքար է սա իրականում։ Եվ ձեզ ասեմ, ուղղակի ես մի քանի անգամ պատմել եմ իհարկե եթերներով, բայց այժմ նույնպես պետք է դրա մասին խոսել, երբ 90-ական թվականների սկզբին սկսվեց ԱՄՆ-ի հարձակումը Իրաքի դեմ, այդ ռազմական գործողությունը, որը կոչվում էր Փոթորիկ անապատում, ինչպես գիտեք, 92 թիվներ, կարծեմ թե 93 թիվներ, ես այն ժամանակ նոր ընդունվել էի բու եւ մի գիշեր էր, երեկո էր, ինչ որ շատ ուժեղ վտանգ սարսափի զգացողություն ունեցա եւ այդ ժամանակ ամերիկացիները ռմբակոծում էին Բաղդադը եւ
գիշերը, այդ նույն գիշերը ես մի երազ տեսա, որի նշանակությունը հիմա նոր ես կարողանում եմ բացահայտել ինքս ինձ համար։ Ես տեսա արաբական թերակղզին, որը ամբողջությամբ դատարկ էր, այսինքն այնտեղ կային ինչ որ սահմաններ, սև գծով գծած ինչ որ թեթևակի սահմաններ, բայց պետություններ արկա չէին, այսինքն պետությունների անվանումներ չկային, եւ ընդհանրապես պետություններ որպես այդպեսին ամբողջությամբ սպիտակ էր, չկային պետություններ, դատարկ էր, եւ դա շատ ինձ տարօրինակ թվաց, որովհետեւ ես մտածում եի պատերազմ ընթանում է Իրաքում, ինչու ես պետք է երազ տեսնեի արաբական թերակղզու վերաբերյալ, շատ տարօրինակ էր եւ պարզվեց, որ այժմ այն պատերազմը, որը իրականում տեղի է ունենում, այսինքն Պարսկաստանի դեմ, Պարսկաստանը ինչու է հարվածում արաբական թերակղզու երկրներին, որովհետեւ հենց այնտեղ գտնվում են ԱՄՆ-ի ռազմաբազաները, որովհետեւ նրանք ԱՄՆ-ի դաշնակիցներն են եւ այդ երկրները նրանք այսպես այդ արևմտյան ցոփ ու շվայտ այսպես կյանքի խորհրդանիշներն են, այդ Դուբայը, որը կոչվում է ժամանակակից Շվեյցարիա եւ այլն, շատ այնտեղ հիմնականում շատ հարուստ, այսպես ապահովված մարդկանց վայր էր համարում եւ ամենաապահով վայրերից մեկը Մերձավոր Արևելքում, բայց դա իհարկե միայն թվացial, այսինքն այս պատերազմը ցույց տվեց, որ դա միայն թվացial է եւ որ այդ երկրները իրականում կամ որ նրանք ծառայում են ըստ էության չարիքին, չնայած որ հենց Սաուդյան Արաբիայում գտնվում են մահմեդական նության ամենակարևոր երկու սրբավայրերը Մեկան եւ Մեդինան, բայց այնուամենայնիվ այս երկրները դաշնակցելով ԱՄՆ-ին այսպես նրանք ծառայում են չարին, նրանք ծառայում են այդ ների կամ հակաքրիստոսի ուժեղացմանը, դրան են միտված եւ այդ երկրները ըստ էության իմ երազի համաձայն նրանք պետք է ոչնչանան, այլ մարգարեության մեջ, որը արկա է եւ պտտվում է մահմեդական աշխարհում, գրված է, որ ասված է, որ բոլոր որ Իսրայել պետությունը զավթելու է Մերձավոր Արևելյան բազմաթիվ երկրներ, այսինքն նա ձգտում է համաշխարհային տիրապետության եւ իսկապես հենց Իսրայելի ռազմական դոկտրինում դա արտացոլված է, որ Իսրայել պետությունը պետք է ընդգրկի Նեղոսից մինչև Եփրատ ընկած տարածք, այսինքն այդքան լայնածավալ լինի, այսինքն նաեւ Եգիպտոսի մի հատվածը, նաեւ Սիրիան, նաեւ Լիբանան ամբողջությամբ պետք է զավթի, որը ըստ էության արդեն իսկ այդ ծրագիրը իրագործվել է, որովհետեւ հումանիտար այսպես ճգնաժամ է եւ արհավիրք է Լիբանանում, տասնյակ զոհեր կան արդեն, եթե ոչ հարյուրավոր, Լիբանանը մշտապես ռմբակոծվում է Իսրայելի կողմից եւ սա պատահական չէ, սա ոչ այնինչ է, քան Լիբանանի զավթման ծրագիր։ Նրանք կանգ չեն առնի, նրանք առաջ են գնալու եւ նաեւ ասվում է, որ պետք է զավթվի ամբողջ այդ արաբական թերակղզին, նաեւ Մեկան եւ վերահսկողություն հաստատվի Մեդինայի վրա, այսինքն պարզ է, որ հակաքրիստոսը նա դեմ է բոլոր լուսավոր հոգևոր ուժերին, նա դեմ է ընդհանրապես մարդու հոգևոր կատարելագործմանը եւ ընդհանրապես հոգևոր կյանքի դեմ է, այսինքն նրա նպատակն է, այս հակաքրիստոսի նպատակն է, ուրեմն մարդկանց լիարժեքորեն ենթարկել նյութականի տիրապետության, այսինքն որպեսզի մարդիկ միայն նյութական բարիքների մասին մտածեն, միայն նյութական կյանքով ապրեն եւ հրաժարվեն կամ մոռանան, ավելի շատ մոռացության մատնեն այդ հոգևոր ոլորտը եւ հենց դրանով է պայմանավորված հայ առաքելական եկեղեցու դեմ այս կատաղի արշավ, այս հարձակումները եկեղեցու դեմ, որտեղ մեր ուղղափառ հնագույն եկեղեցիներից ուղղափառ եկեղեցիներից մեկն է մեր եկեղեցին եւ նա իր ազդեցություն ունի ողջ աշխարհի վրա, այսինքն ոչ միայն Հայաստանում է նա
հոգևոր կյանքը ղեկավարում էլ նաև ամբողջ աշխարհում եւ դա իհարկե խանգարում է հակաքրիստոսին գալ իշխանության հակաքրիստոսին խանգարում է նաև մահմեդականությունը ինչու որովհետեւ մահմեդականությունը սիրելի բարեկամներ չնայած տարբեր կարծիքներ կան բայց ես շատ համոզված եմ դրանում եւ ընդունում եմ այդ կարծիքը որ պարզապես ուղարկվել էր հոգևոր ոլորտից ուղարկվել էր այդ առաքյալը, այսպես ասած, որպեսի ոչ թե փոխարինի, այլ լրացնի քրիստոնեությունը, որովհետև այդ ժամանակ արդեն 5-րդ դարում արդեն քրիստոնեությունը սկսել էր աղավաղվել եւ այդ նյութականի կեղծ արժեքների, կեղծ գաղափարանների, կեղծ սուտ ինչ որ մարգարեությունների քանակ այնքան շատ էր, որ վտանգի տակ էր ընդհանրապես քրիստոնեությունը իբրև կրոն։ Եվ այդ իսկ պատճառով ուղարկվեց մահմեդականությունը մարդկությանը։ Դա պատահական չէր։ Եվ իհարկե հոգևոր կյանքը դադարեցնելու համար, հոգևոր կյանքի վճռական եւ ամենաուժեղ հարվածը հասցնելու համար պետք է ոչնչացնել ոչ միայն քրիստոնեությունը կամ թուլացնել, համնե ոչնչացնել չեն կարող, գոնե թուլացնել, այլ նաև մահմեդականությունը, նաև այլ կրոններ, որտեղ արկա է մարդու ձգտումը դեպի հոգևորը, դեպի վեհը, դեպի լույս, այսինքն այդ բոլոր կրոն կլինի, ուսմունք կլինի, դա խանգարում է հակաքրիստոսին գալ եւ նստել իր երրորդ տաճարում Երուսաղեմում։ Դա խանգարում է տիրել մարդկային ուղեղներին եւ սրտներին, որովհետեւ նա իրական բուն նպատակը, որպեսի ոչ թե Քրիստոսը տիրի, այլ տիրի հենց հակաքրիստոսը։ Նպատակը որ նրան ենթարկվեն, նրան խոնարհվեն, նրա առաջ ծնկի գան մարդիկ։ Եվ վերջո այդ վերջին ճակատամարտից առաջ իմիջիայլոց այդ մարգարեությունների մեջ մահմեդական գրված է որ պետք է նաև Ստամբուլը, Կոնստանտինոպոլիսը գրավեն։ Դա շատ հետաքրքիր, այսինքն մեծ պատերազմ է լինելու, որը ընդգրկելու է ոչ միայն մերձավոր, այլ նաև հենց արդեն միջերկրական ծովի հատվածը, նաև Թուրքիայի տարածքը։ Իհարկե ես չեմ կարծում, որ այդ ռազմական գործողությունները այս պատերազմի ընթացքում կլինեն, բայց ամեն դեպքում Թուրքիայի մասնակցությունը այս ռազմական բախմանը ինձ թվում է անխուսափելի, անպայման լինելու է, բայց ես չեմ կարծում, որ Ստամբուլը կկարողանան գրավել այս ռազմական գործողությունների ընթացքում։ Դա շատ ավելի ուշ շրջանի պատերազմական գործողությունների հետևանքով կլինի։ Եվ նաև ուզում եմ անդրադառնալ ներքաղաքական մեր կյանքին, Հայաստանի ներքաղաքական կյանքին, ուղղակի լռել չեմ կարող, որովհետև ես համարում եմ, որ լռելու դեպքում, եթե այն գործիչները, այն հրապարակային ելույթ ունեցող անձինք, ովքեր լռում են այս պահին, նրանք ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի հակաքրիստոնեական, սատանայական, հակահայկական գործունեությանը։ Այդ իսկ պատճառով ես անձամբ լռել չեմ կարող, որտեվ սա ուղղակի չգիտեմ, խայտառակություն է եւ անիրավության գագաթնակետ եւ իհարկե հստակ արդեն երևում է որ Հայաստանի Հանրապետությունում ինչ է ստեղծված է բռնապետություն, այսինքն Հայաստանի Հանրապետությունը վերածվել է այսպես արևելյան փոքրիկ բռնակալության։ Ես պետք է ասեմ, սիրելի բարեկամներ, որ ամբողջ հայ ժողովրդի պատմության ընթացքում իհարկե բռնապետություններ ձևավորվել են տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում, եղել են այդպիսի օրինակներ, թե Հնդկաստանում, թե Հունաստանում, թե Պարսկաստանում, թե Ասիայում ընդհանրապես մողոլական բռնակալությունները եւ այլն, դա եղել է պատմության ընթացքում, բայց պետք է ասել, որ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք չենք ունեցել բռնապետություն, մենք չենք ունեցել անգամ ճորտատերական կարգ,
այսինքն մենք չենք ունեցել մարդու ստրկային հպատակություն մյուս մարդու երբևէ պատմության մեջ, անգամ թագավորությունների ժամանակ, անգամ Ուրարտուի ժամանակ, չգիտեմ, Միջնադարյան Արշակունիների, Արտաշեսյանների, Բագրատունի, երբևէ մենք այդպիսի հասարակական հարաբերություններ եւ այսպիսի կարգ չենք ունեցել, երբ մարդը ստրկանա իր վերադասին, ամբողջությամբ ստրկանա։ Դա է բռնակալության հիմնական իմաստը եւ նաեւ բռնանան կարծիքների վրա, բռնանան խոսքի վրա, բռնանան գրքի վրա, բռնանան ինչ որ գաղափարախոսության վրա։ Իհարկե քրիստոնեության մուտքով Հայաստան քրիստոնեությունը կատաղի պայքար էր մղում, ասենք հեթանոսության դեմ, նախկին այդ գաղափարախոսության դեմ, դա նաև գիտության դեմ, աստղաբանության դեմ massամբ պայքար կար, ես դա չեմ հերքում, բայց այն ինչ որ մենք տեսանք, երբ պաշտոնից ազատվեց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրենը, այդ կինը, միայն Ջեդի Վենսին ցեղասպանությանը վերաբերվող Արցախահայերի ցեղասպանության, հանրապես Ադրբեջանի այդ 80-ական թվականների վերջում այդ ցեղասպանության, հայերի ցեղասպանության մասին գիրք նվիրելու համար, միայն գիրք նվիրելու համար, սա հայոց պատմության մեջ բացառիկ եւ միակ դեպքն է, այսպեսի բան չի եղել հայոց պատմության մեջ, ես կարող եմ դա ամենայն այսպես պաշտոնական կերպով հայտարարել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ 21-րդ դարում առհասարակ թղթե գիրքը չունի այն մեծ նշանակությունը, որ իհարկե միջնադարում էր։ Եվ Նիկոլ Փաշինյանը շփոթել է ինչ որ միջնադարյան ինկվիզիցիայի հետ, այս մեր լուսավորյալ 21-րդ դարը, որտեղ այն ժամանակ էին վառում գրքեր, որտեղ իշխանություններին կամ եկեղեցուն այնքան էլ դուրեկան տեղեկատվություն չէր զետեղված, այսինքն կային գրքեր, որոնք ինկվիզիցիան ոչնչացնում էր, դրանք մեծ քանակություն էին կազմում։ Եվ այժմ այս սատանայադավան հակահայկական իշխանությունները լծվել են հենց այդ ինկվիզիցիայի գործառնությունները վերցնելու իրանց ձեռքը։ Այսինքն ինչ է նշանակում գրքի համար, գիրք նվիրելու համար մարդուն աշխատանքից հեռացնել։ Դա նշանակում է բռնանալ ազատ նախ գործողության վրա, եթե այդ մարդը Ջեդի Վենսը այցելում է ցեղասպանության տուն-թանգարան, ուրեմն նա տեղյակ է հայոց ցեղասպանության մասին, ուրեմն նա տեղյակ է, որ հայերին 20-րդ դարի ընթացքում պարբերաբար կոտորել են, նա դրա մասին քաջատեղյակ է, ես կասեմ, այսինքն եթե նա այսպես ասած չայցելեր եւ այդպես այդ աղջիկը հետևից ընկնելով վազելով այդ գիրքը նվիրեր, ես դեռ ինչ որտեղ կհասկանայի, որ դա այսինքն վարչապետի վարքագիծը, որ իմ դրդմամբ, իմ հորդորով այդ աղջիկը գործից ազատվել է, սա ինչ խայտառակություն է, եթե մարդը գալիս է ցեղասպանության թանգարան, ուրեմն նա գիտի, որ այդ ցեղասպանությունը եւ 1915 թվին է եղել, եւ 1988 թվին է, եւ 1990 թվին է եղել, եւ 2003 թվականին է եղել, այդ ամենը իհարկե նա գիտի, եւ այսօր ինտերնետի դարում, այսինքն այդ գիրքը, թղթե գիրքը որևէ այսպես մեծ արժեք չի ներկայացնում ըստ էության, այն ինֆորմացիան, նա կարող է գեղագիտական ինչ-որ հետաքրքիր արժեք ներկայացնի, բայց այն ինֆորմացիան, որը զետեղված է այդ գրքի մեջ, ինտերնետում արկա է բոլոր տարբեր կայքերում եւ այսինքն դա գաղտնիք չէ, եթե միջնադարում դա գաղտնիք էր իսկապես, որովհետեւ տառաճանաչ մարդիկ նախ քիչ են եւ գրքերը շատ քիչ մարդկանց էին հասանելի եւ մատչելի, այնպես ընթերցության համար, ընկալման համար եւ այլն։ Այսինքն ինկվիզիցիայի վարքը հասկանալի է, Նիկոլ Փաշինյանի վարքը ինձ հասկանալի չէ, բացարձակ հասկանալի չէ, ինչ է նշանակում
գրքի գիրք նվիրելու համար վաղը մյուս օր իհարկե Արցախ բառի համար ես կարծում եմ, որ արդեն քրեական պատասխանատվություն կսահմանվի եւ բոլոր այն հրապարակախոսները, բոլոր լրատվամիջոցները, ովքեր Արցախի մասին ինչ որ նյութեր կհրապարակեն, կխոսեն առհասարակ Արցախ բառը կարտասանեն, նրանց արդեն ենթարկելու են քրեական պատասխանատվություն։ Դա շատ պարզ է, որովհետև երբ Ալիևը մոտ գործի Երևան, իհարկե նրան հաճելի չի լինի, երբ նրան հարցեր տան Արցախի մասին։ Եվ չեմ հասկանում իհարկե նաև մեր հայրենակիցներին, ովքեր ես իհարկե հասկանում եմ, որ Հայաստանում շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է եւ մարդիկ անգամ 10,000 դրամի համար պատրաստ են այսպես խոնարհվել եւ իրենց հոգին անգամ ծախել սատանային, այսինքն խոնարհվել Նիկոլ Փաշինյանի առաջ, չգիտեմ ինչ որ դու ինձ չգիտես, բայց դու ինձ օգնել ես, այսպիսի բառեր ասել, մարդիկ ձեր մասին շատ լավ բաներ են ասում, ինչ որ ռուս տուրիստ են բերել Մեյդան, որը պետք է Նիկոլին գովա, թե ինչ կապ ունի այդ ռուսախոս մարդը, ու պարզ է, որ բերված է գումարով, չգիտեմ, ինչ որ արտասահմանյան տուրիստներ են վարձում, ինչ որ վաճառականներ են վարձում, որոնք միկրովարկեր գովերքում են, չգիտեմ, եւ սա ուղղակի խայտարակություն է, եւ ամենամեծ խայտարակությունը դա տարիքով մարդկանց թոշակառուների նկատմամբ այդ խայտարակ վերաբերմունքը այս իշխանությունների ուղղակի ծաղրելու աստիճանի հասնող, այս ռուսերեն շատ լավ բառ կա, надругательство, այ դրանով են իրենք զբաղվում, 87 տարեկան տատիկին Սյունիքում ինչ որ Իլոն Մասկի գիրք են դեմը դրել, իբրև թե նա կարդում է այդ գիրքը, անգամ երևի տեսողություն էլ չունի, որ կարդա այդքան մանր գրված, պարզ է, որ դա բեմադրված ինչ որ ակտեր են, բայց ավելի երիտասարդ մարդիկ, շատ ավելի գործունյա մարդիկ, 60-ից, 50-ից բարձր պես մարդիկ, ովքեր նույնպես չոքում են, կզում են վարչապետի առջև, նրանք պետք է իմանան եւ շատ լավ իմանան, որ եթե շարունակվի այս անիրավ իշխանությունը, այս սատանայադավան իշխանությունը մի քանի տարի առաջ հետո, այսինքն ինչպես մի քանի տարի առաջ, այնպես էլ շարունակվի հետո 28 թվից հետո արդեն այդ նույն կերպով նրանք պետք է երկրպագեն Ալիևին, նրանք պետք է Ալիևի դեմ չոքեն, նամազ անեն, Ալիևի հետ խոսեն ադրբեջաներեն, դե ես կարծում եմ այդ կանայք, ովքեր 10,000 դրամի համար անգամ պատրաստ են իրենց հոգին վաճառել սատանային, որոնք ինչ որ լավաշ են վաճառում, չգիտեմ ինչ որ այլ զանազան ուտելիքներ են վաճառում ճանապարհներին, նրանք այդ նույն ձևով իհարկե երկրպագելու են Ալիևին, ասել են, որ դու ես մեր միակ Աստվածը, դու ես մեր միակ ազատարարը եւ այլն, այսինքն շատ տգեղ նախադեպ է եւ վաղը մյուս օր այդ նույն տատիկի դիմաց Ղուրանը դրված կլինի եւ Ալիևը կմտնի, կասի, օ դուք Ղուրան եք ընթերցում, ապրեք, սա է, սիրելիները, Սա է այն ապագան, որը կգա այն դեպքում, եթե շարունակվի այս անիրավությունը, այս խայտառակ իշխանության այլանդակությունները, բռնակալությունը Հայաստանի Հանրապետությունում եւ շատ ժամանակ չկա, ես ձեզ ասեմ, ես կանխատեսում արել եմ մինչև 28 թվից հետո այս հսկայական ռեգիոնալ պատերազմը կարող է կլանել նաեւ անդրկովկասյան հատվածը եւ Ադրբեջանը եւ Վրաստանը եւ Հայաստանը, բայց Հայաստանը ամենավտանգավոր վիճակում է լինելու, որովհետեւ երկու կողմից հարձակման է ենթարկվելու Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Ես ինչու եմ այսքան երկար խոսում, արդեն 32 րոպե խոսեցի, որովհետեւ ուղղակի ժամանակ չունեմ, ուղիղ շատ ծանրաբեռնված եմ, հերթի տակ աշխատում եմ, չեմ կարողանում ուղիղ եթերներ կազմակերպել Facebook-ում, բայց կարծում եմ Գալիկ Կիրակի այնուամենայնիվ ձեր քանի որ շատ եք խնդրում ուղիղ եթեր, ձեր բազմաթիվ խնդրանքներով ես ուղիղ եթեր կկազմակերպեմ
նաև Facebook-ում, բայց սա պետք էր անպայման ասել, որպեսզի դուք իմանաք, որ չի կարելի լռել, սիրելիներս, չի կարելի լռել, չի կարելի անտարբեր մնալ։ Բանտերում Հայաստանի եւ Ադրբեջանի արկա են քաղբանտարկյալներ, արկա են հայեր, ովքեր իսկապես կարող են դիմադրել այս իշխանությանը։ Որոշները փակված են իրենց տներում, ինչպես Սամվել Կարապետյանը, ինչպես ուրեմն Սամսոնյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սահակյանը իհարկե բանտում է, բայց Նարեկին արդեն տնային կալանքի տակ է, բայց միևնույն այդ տնային կալանքը դա նույն ազատազրկումն է, սիրելիներս։ Այնպես չի կարելի լռել, չի կարելի լինել անտարբեր եւ այդ անտարբերության հետևանքով պարզապես կարող է ի վերջո իրագործվել ամենասարսափելի մեր կանխատեսումները, որ կգային այդ օրը, այդ ժամը, երբ կդատարկվի նաև Երևանը, ինչպես դատարկվեց Ստեփանակերտ, այնպես որ պետք է շատ զգոն լինել, պետք է դիմադրել։ Հասկանում եք, մենք դիմադրում ենք ոչ միայն հայ ժողովրդի, հանուն հայ ժողովրդի, որովհետև հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է ուժեղ, եղել է ազատասեր, եղել է պայքարող, եղել է առաջամարտիկը բոլոր այդ հոգևոր վերելքների, հոգևոր զարգացման, հոգևոր աճի, եւ հիմա հայ ժողովրդին այսքան նսեմացնել, այսքան ստրկացնել, այսքան արհամարել, այսքան ձեռ առնել, ես չգիտեմ, այսքան թուլացնել, դա պարզապես ուղղակի չգիտեմ, դա մեղքել չէ, դա վերջին սատանայությունն է, որը սատանայի մտքով կարող է անցնել։ Մենք պայքարում ենք ոչ միայն հայ ժողովրդի, մենք պայքարում ենք հանուն քրիստոնեության, հանուն լույսի, հանուն ազատության։ Հասկանում եք, սա դա դժվար պայքար է լինելու, սա դարավոր պայքար է լինելու, սա շատ ծանր պայքար է լինելու, բազմաթիվ զոհերով, միլիոնավոր զոհեր են գնալու այս պայքարին, հակաքրիստոսի դեմ պայքարին, ոչ միայն հայեր, այլ նաև այլ ժողովրդի ներկայացուցիչ, պարսիկներ, արաբներ, շատ մարդիկ զոհ են դառնալու այս պայքարին։ Բայց մենք չենք կարող այսպես լռել, տեսնել ինչ է կատարվում աշխարհում, լռել ու ասել դե մեզնից հեռու է, լավ է մեր տարածաշրջանում խաղաղությունն է, այն ճումակը, որ sense նստում էր թասերի դեմը sense ձեռներով անում էր առողջություն, այ նման մի բան անում է Նիկոլ Փաշինյանը։ Թերթեր է լիցքավորում, սա էլ ինտերնետն է լիցքավորում իր հիմարություններով։ Խաղաղություն, ինչպես կարող է լինել խաղաղություն, սիրելի բարեկամներ, ամբողջ տարածաշրջանը պայթել է արդեն բոցերի եւ ծխի մեջ, ինչպես կարող է լինել Հայաստանում խաղաղություն, իհարկե չի կարող։ Այդ թվացial խաղաղությունը նրանք պահելու են մաքսիմալ կարողանալ են պահել եւս 2 տարի, ավելի չէ։ Ինչևից է, ես իհարկե ուղիղ եթեր կկազմակերպեմ եւ գրեք ձեզ հետաքրող հարցերը, բոլոր հարցերը կարծարծեմ նաեւ այդ ուղիղ եթերում։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում գալիք շաբաթվա ընթացքում։ Մարտի 16-ից 22 ընկած ժամանակահատվածում։ Սիրելի բարեկամներ, շատ կարևոր, բախտորոշ եւ ճակատագրական շաբաթ է մեզ սպասվում։ Մարտի 16-ին 23-ն 56 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Ուրան մոլորակի, այսինքն շաբաթը շատ լարված է սկսվելու, 28 աստիճան ջրհոսում լուսին եւ 28 աստիճան ցուլ կենթանակերպում գտնվում է Ուրանը։ Դե սա նշանակում է ինչ։ Սա նշանակում է, որ երեկոյան ժամերին բավականին անկայուն իրավիճակ է ստեղծվելու, հնարավոր են կապի խափանումներ, չգիտեմ, հոսանքի խափանումներ, ճանապարհներին հնարավոր են խնդիրներ ու առհասարակ գալիք շաբաթվա ընթացքում մենք ականատեսը կլինենք ծովամարտերի այսպես տեսարժան ասել, ամենահուշկ ու ամենասարսափելի ծովամարտերի, բազմաթիվ նավերի խորտակման, նավատորմերի բախման, ինքնալիցքավորվող ինքնաթիռների
խոցման, այդ ամենի ականատեսը կլինեն գալիք շաբաթվա ընթացքում եւ հենց շաբաթվա սկզբից։ Մարտի 17-ին 3:15 րոպեին, այսինքն մարտի 16-ի լույս 17-ի գիշերը 3:15 րոպեին լուսինը մուտք կգործի ձկներ եւ ահա այդ ժամանակվանից հենց 17-ի գիշերը մենք կտեսնենք մարտի 17-ի գիշերը մենք կտեսնենք այդ ծովամարտերը, այդ ծովի ալեկոծությունը, այդ հրդեհները ծովում, այդ ամենը, որովհետև լուսինը նաև կլինի ձկներում եւ մի շարք հարաբերություններ կառաջացնի այլ մորակների հետ։ Նախ 19:24 րոպեին լուսինը միանալու է Մերկուրիի հետ, կապի վերարտոկցորն մորակ Մերկուրին շարժվում է հետընթաց առայժմ եւ գտնվում է 9 աստիճան ձկներում։ Եվ 18 մարտի 18-ին 0:46 րոպեն, այսինքն մարտի 17-ի լույս 18-ի գիշերը լուսինը կմիանա նաև Մարս մորակին, որը նույնպես գտնվում է ձկներում, եւ հենց դրանով է պայմանավորված այդ ծովամարտերը, այդ նավատորմերի բախումները, ձգտումները կղզիներ գրավել, կղզիներ ոչնչացնել, այս սրա մասին է։ 12 աստիճան ձկներում կմիանան լուսինն ու Մարսը։ 6:18 րոպեին մարտի 18-ին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև Յուպիտեր մորակի հետ, որը գտնվում է 15 աստիճան Խեցգետնում եւ լուսինը 15 աստիճան ձկներում։ Իհարկե ամսի 18-ը բավականին բարեխառն եւ դրական օր է այս շաբաթվա մեջ, որտեվ լուսնի եւ Յուպիտերի ներդաշնակ հարաբերությունը բարենպաստ է միջանձնային հարաբերությունների, ինչ որ դրական զարգացումների համար։ Բայց այնուամենայնիվ պետք է հիշել, որ մինչեւ մարտի 20-ը ես խորհուրդ չեմ տալիս որևիցե նոր գործ սկսել, ինչ որ նախաձեռնություններով հանդես գալ, որտեվ նախ նորալուսին կունենանք մարտի 19-ին եւ ամսի 20-ին նաեւ կլինի գարնանային գիշերահավասարը։ Մարտի 19-ին 5:02 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի Ուրանի հետ 28 աստիճան ձկներում լուսին եւ 28 աստիճան ցուլ կենդանակերպում Ուրանն է, իսկ 23 րոպե անց, այսինքն Երևանի ժամանակով 5:23 րոպեին մարտի 19-ին լուսինը կմիանա Արեգակին, տեղի կունենա մարտյան մլար ծանր բարդ նորալուսինը 28 աստիճան ձկներում։ Իհարկե սա ինչով է բարենպաստ, սա բարենպաստ է այն տեսանկյունից, 28 աստիճան ձկները դա Վեներայի սիրո եւ գեղեցկության մորակ Վեներայի փառավորման աստիճան է եւ հենց այդ օրերին ամսի մարտի 18-ին եւ 19-ին մենք այնուամենայնիվ կկարողանանք դեռ պատրաստել Վեներայի թալիսմանները եւ Վեներայի եւ Յուպիտերը համակցված թալիսմանները, այնպես որ շտապեք, որովհետեւ մարտ ամսվա ընթացքում բարենպաստ օրերը այդ թալիսմանները պատրաստելու համար շատ սահմանափակ են։ Եվ 8:02 րոպեին մարտի 19-ին լուսինը մուտք կգործի խոյ կենդանակերպում, լուսինը կսկսի աճել մարտի 19-ի 5:23 րոպեից հետո արդեն նորալուսինը կսկսի, իսկ մարտի 20-ից լուսինը կսկսի աճել։ 10:59 րոպե լուսինը կմիանա Նեպտունի հետ 1 աստիճան խոյ կենդանակերպում, իսկ 14:51 րոպեին նաև Սատուրնին 3 աստիճան խոյ կենդանակերպում։ Իհարկե այս միությունները շատ ռազմատենչ, կան հայտարարությունների առիթ կարող են տալ եւ նաև կրոնական հողի վրա այսպես զայրույթը կաճի, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը այսպես իրեն ցույց տվեց, հայտարարեց հայ առաքելական եկեղեցուն հակապետական կառույց, պատերազմի կուսակցության հիմնադիր եւ այլն նմանատիպ հայտարարություններ նույնպես կարվեն հենց ամսի 19-ին, մարտի 19-ին, 16:33 րոպեին նաև լուսինը վեցանկյուն կառաջացնի Պլուտոն մորակի 4 աստիճան ջրհոսում Պլուտոնն է եւ 4 աստիճան խոյ կենդանակերպում լուսինն է։ Սա բարձրագույն մորակների հետ լուսնի փոխհարաբերությունները նույնպես նշանակում են, որ ինչ-որ կարևոր հայտարարություններ կարվեն համաշխարհային կառավարության կողմից կարևոր որոշումներ են կայացվել արդեն, որոնք կյանքի կկոչվեն։ Իհարկե այդ ամենի մասին մենք շատ ավելի ուշ կիմանանք, սիրելիներս։ Եվ շատ կարևոր օր է իհարկե մարտի 20-ը, մարտի 20-ին 9:52 րոպեին Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կառաջացնի նախ Յուպիտերի հետ
մեծ երջանկության մորակ Յուպիտերը 15 աստիճան խեցգետնում է եւ 15 աստիճան խոյ կենթանակերպում լուսին այդ ժամանակ ես խորհուրդ չեմ տա ինչ որ մեծ գնումներ կատարել կամ մեծ ներդրումներ կատարել, որովհետեւ դուք շատ ավելի մեծ գումար կծախսեք, քան նախատեսված է։ Իսկ 13:23 րոպեին լուսինը կմիանա Սիրիով գեղեցկության մորակ Վեներային, որը 17 աստիճան խոյ կենթանակերպում է։ Եվ իհարկե շատ հետաքրքիր օր է այդ մարտի 20-ի մոտակայքում ծնվածները անձնական դրական փոփոխություններ են ունենալու առաջիկա տարվա ընթացքում, եթե իհարկե արդեն տարիքով մեծ եք, արդեն այսպես չամուսնացած բալիկներ ունեք, անպայման նրանք կամուսնանան կամ թորնիկներ կունենաք, եթե դուք դեռ ամուսնացած եք, ապա դուք կգտնեք ձեր կյանքի երկրորդ կեսը, բարձր է հավանականությունը, ուշադիր եղեք այս տարի։ Եվ մարտի 20-ին սիրելիներս Երևանի ժամանակով 18:45 րոպեին Արեգակը վերջապես մուտք կգործի խոյ կենթանակերպ, որտեղ նրա փառավորման վայրն է, որտեղ նա հզոր է, այսինքն Արեգակի ուժը զորանում է, դրական լուսավոր ուժերը անպայման հաղթանակ կտանեն մթի նկատմամբ։ Եվ իհարկե այս շատ կարևոր օր է մարտի 20-ը, եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան փոխել, բեկել ձեր կյանքում, դա իդեալական օր է։ Կարող եք եւ արողակարգեր անել, որոնք ներկայացված են աստրոմագիա եւ թալիսմաններին երկրորդ YouTube-յան ալիքում, եթե չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք, հղումը ալիքին կլինի այս վիդեոյի վերջում։ Եվ ամսի 21-ը նույնպես բավականին լարված օր է մեզ մոտ, մարտի 21-ը 10:34 րոպեին լուսինը մուտք կգործի ցուրտ կենթանակերպ նախդա, իսկ 18:55 րոպեին լուսինը լարված քառակուսի կառաջացնի Պլուտոն մորակետ, որը 5 աստիճան ջրհոսում է արդեն։ Ու սա նշանակում է, որ նոր արհավիրքներ, պարզ հասարակ ժողովրդի համար, որը լուսինն է խորհրդանշում, նոր արհավիրքներ, վախեր, նոր հարձակումներ, որը տեղի կունենա մարտի 21-ին։ Երեկոյան, հատկապես երեկոն, շատ լարված երեկո է սպասվում։ Եվ մարտի 22-ը բարեխառն օր է մեզ մոտ 0:45 րոպեին, մարտի 21-ի լույս 22-ի գիշերը լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նախ Մերկուրիի հետ, իսկ 8 աստիճան ձկներում Մերկուրին 8 աստիճան ցուրտ կենթանակերպում գտնվում է լուսին 11:56 րոպեին մարտի 22-ին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի Յուպիտերը 15 աստիճան ցուրտ կենթանակերպից 15 աստիճան խեցգետին եւ 12:22 րոպեին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաեւ Մարս մորակի հետ, որը իհարկե շատ բարենպաստ օր է նախ ֆիզիկական ակտիվության համար, նոր ինչ-որ նախաձեռնությունների համար մարտի 22-ը բարենպաստ է, նոր ծրագրեր սկսելու համար, բիզնես պրոյեկտներ սկսելու համար եւ նաեւ պետք է հիշեցնեմ, սիրելի բարեկամներ, որ մարտի 20-ին անմիջապես կարծեմ հենց այդ նույն ժամանակ, երբ Արեգակը մուտք կգործի խոյ կենթանակերպ, կանգ կառնի նաեւ Մերկուրին, կապե հեռահաղորդակցության մորակ Մերկուրին կանգ է առնելու եւ իհարկե հետագայում արդեն ավելի բոլոր գործընթացները, թե լոգիստիկայի հետ կապված, թե ճամփորդությունների հետ կապված, թե հանրապես բիզնես գործունեության հետ կապված, ապրանքաշրջանառություն, դրամաշրջանառություն գնալով ավելի մեծ թափ է առնելու, այնպես որ բարենպաստ է հատկապես այդ գալիք շաբաթվա վերջը եւ ամսի 18-ը։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենթանակերպերին մարտի 3-րդ շաբաթվա ընթացքում, մարտի 16-ից 22-ը ընկած ժամանակահատվածում։ Սիրելի խոյեր, պատրաստ եք։ Սիրելի խոյեր, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը։ Մարտի 17-ից 19-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, մարտի 19-ից 21-ը վայելեք ձեր արտաքին հմայքը եւ գեղեցկությունը, ընդգծեք ձեր հմայքը եւ գեղեցկությունը, նաեւ զբաղվեք գործնական եւ անձնական հարցերը կարգավորելով, հաջողությունը ձեր կողմն է սիրելի խոյակներ։ Մարտի 21-ից 22-ը բարենպաստ է խոյերի համար ֆինանսական իմաստով, փող եք ստանալու, բարեխառն է լինելու նաեւ ցուրտ կենթանակերպի համար գալիք շաբաթը։ Մարտի 17-ից 19-ը ձեզ սպասում ինչ-որ շատ նվիրական երազանքի իրագործում, կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափահաս երեխաները, բարենպաստ է նաեւ օնլայն բիզնեսի համար։ Մարտի 19-ից 21-ը զգուշացեք սիրելի ցուլեր, գաղտնի թշնամիները ակտիվանալու են։ Մարտի 21-ից 22-ը վայելեք ձեր արտաքին հմայքը,
հմայքը, ընդգծեք ձեր արտաքին հմայքը եւ գեղեցկությունը, անձնական եւ գործնական հարցեր կարգավորեք, հաջողությունը ձեր կողմն է։ Բարեխառն է նաեւ երկվորակների համար գալիք շաբաթը։ Մարտի 17-ից 19 շատ կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, թե աշխատանքի, թե պաշտոնի, թե պետական դռան հետ կապված։ Մի խոսքով կամ ձեզ ինչ որ շատ կարևոր առաջարկություն կանեն անձնական կամ գործնական բնույթի։ Սիրելի երկորակներ, մարտի 19-ից 21-ը ինչ որ շատ նվիրական երազանք կկատարվի ձեզ համար, ձեզ կօգնեն ձեր ընկերները կամ գաղափարակիցները, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները։ Մարտի 21-ից 22-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Ինչ վերաբերվում է խեցգետիներին, խեցգետիների համար բարենպաստ է գալիք շաբաթը, մարտի 17-ից 19, լավ լուր արտասահմանից կամ նվեր, մարտի 19-ից 21-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար, լինի պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի պաշտոնի հետ կապված կամ կարևոր առաջարկություն, անգամ ամուսնական առաջարկություն կարող է լինել։ Մարտի 21-ից 22-ը կարևոր երազանք է ձեր համար իրագործվելու, ձեզ կօգնեն ձեր ընկերները, գաղափարակիցները, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները։ Սիրելի առյուծակներ, բարեխառն է լինելու նաև ձեզ համար գալիք շաբաթը, մարտի 17-ից 19 էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր է շտապ գումար պետք է, բայց մեծ վարկեր եւ պարտքեր այս ճակատագրական բարդ կարևոր շրջանում մի վերցրեք։ Մարտի 19-ից 21-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, մարտի 21-ից 22-ը կարևոր հարց է լուծվելու ձեզ համար սիրելի առույցներ, գործնական, պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, աշխատանքի պաշտոնի հետ կապված։ Սիրելի կույսակներ, բարեխառն է լինելու նաև ձեզ համար գալիք շաբաթը, մարտի 17-ից 19, զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որովհետեւ հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Մարտի 19-ից 21 էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր, խնդիրներ, առողջական խնդիրներ, ճանապարհներին խնդիրներ, մերձավորների հետ կապված, բայց մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք։ Մարտի 21-ից 22-ը հնարավոր է կամ ճամփորդություն, կամ ես խորհուրդ չեմ տալիս բայց ճամփորդել, բայց լավ լուր կամ նվեր արտասահմանից անպայման կլինի։ Սիրելի կշերքներ, ձեզ համար նույնպես բարեխառն է գալիք շաբաթը, մարտի 17-ից 19 զբաղվելու ընթացիկ աշխատանքային եւ առողջական հարցերով, մարտի 19-ից 21-ը զգուշացեք սիրելի կշերքներ ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, որտեղ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունը, դե փչացնեք այն։ Մարտի 21-ից 22-ը էքստրեմալ իրավիճակներ են հնարավոր կշերքների մոտ եւ շտապ գումար կարող է պետք գալ, բայց մեծ վարկեր կամ պատկեր մի վերցրեք սիրելի կշերքներ։ Սիրելի կարիճակներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը, մարտի 17-ից 19 շատ բարենպաստ է երեխաների համար, հաճույքների համար, հանգստի համար, նաեւ բիզնեսի համար է բարենպաստ։ Մարտի 19-ից 21-ը լուծելու ընթացիկ աշխատանքային եւ կամ առողջական հարցեր, մարտի 21-ից 22-ը զգուշացեք զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից սիրելի կարիճակներ, հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Սիրելի աղեղնավորներ, բարեխառն է նաեւ ձեզ համար գալիք շաբաթը, մարտի 17-ից 19 զբաղվելու եք տան, ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, մարտի 19-ից 21-ը հիմնականում բարենպաստ է երեխաների համար, հաճույքների, հանգստի բիզնեսի համար, մարտի 21-ից 22-ը ընթացիկ աշխատանքային հարցեր եք լուծելու, նաեւ զբաղվելու եք ձեր առողջությամբ։ Սիրելի այդ եղջյուրներ, բարենպաստ է նաեւ ձեզ համար գալիք շաբաթը, մարտի 17-ից 19 կարճ ճանապարհ եք գնալու, որի ընթացքում հետաքրքիր հանդիպում է հնարավոր կամ լավ լուր կստանաք, մարտի 19-ից 21-ը զբաղվելու եք տան, ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, իսկ մարտի 21-ից 22-ը ձեր բալիկներով եք զբաղվելու, շատ լավ է բիզնեսի համար, հաճույքների եւ հանգստի համար։ Սիրելի ջրհոսիկներ, ձեզ համար նույնպես բարենպաստ է գալիք շաբաթը, մարտի 17-ից 19 բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, մարտի 19-ից 21-ը կարճ ճանապարհ, որի ընթացքում լավ լուրեր, հատկապես լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից, մարտի կամ հետաքրքիր ծանոթություն, մարտի 21-ից 22-ը զբաղվելու եք տան, ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով։ Սիրելի ձկնակներ, ձեզ համար նույնպես բարենպաստ է գալիք շաբաթը եւ շատ բարենպաստ է, մարտի 17-ից 19 զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք անձնական եւ գործնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է, մարտի 19-ից 21-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, իսկ մարտի 21-ից 22-ը
հետաքրքիր ծանոթություն է հնարավոր կամ կարճ ճամփորդություն։ Ահա այսքան է սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մարտի 16-ից 22-ին կարճ ժամանակահատվածում։ Անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ նաեւ հետեւեք ինձ անպայման YouTube-ում այս ալիքում, իմ երկրորդ YouTube-յան ալիքում, Աստրոմագիա եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքում, այնտեղ կան նոր արարողակարգեր, այնպես որ բաց մի թողեք։ Նաեւ հետեւեք ինձ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարի, կհանդիպենք ստեսություն։